Ողջույն բոլորիդ, հուսով եմ բոլորդ լավ եք, մեկ ամիս կլինի ինչ վիդեոներ չկա իմ ալիքում, բայց այն ընթացքում ես չեմ դադարել նկարել, պարզապես դեռ ժամանակից մեջ չեմ կարողանում տեղավորվել եւ մոնտաժել ու տեղադրել, անկեղծ ասած ինձ այդ նկարելու գործընթացը ավելի հեշտ է տրվում, քան մոնտաժելը, ինչու՞ չէ կարելի ասել իմ մոնտաժելու գործընթացը էքստրեմ պայմաններում է տեղի ունենում, երեխեքը միշտ ինձ խանգարում են, կողքից ձայներ ա գալի, դրա համար ինձ ավելի հեշտ է նկարել քան մոնտաժելու գործընթացը ինձ մոտ ավելի երկար է տևում։ Կաշխատեմ այս վիդեոից հետո մնացած վիդեոները չուշացնել։ Ինչպես վերնագրից հասկացաք, մեզ մոտ դեռ սեպտեմբերի 1-ն է, պատրաստվում ենք սեպտեմբերի 1-ին։ Ամուսինները գնացել են գնումներ, ինչպես տեսակ ասոն այնտեղ արդեն բաստարման է դնում, ես այստեղ փորձում եմ երեխաները արդեն հագուստները դզել։ Հետո նաև մտանք հագուստի խանութ, Արամի նոր վերնաշապի գնեցինք։ Չգիտես ինչի է ստարվա կազմակերպիչը որոշել է, որ պետքա բոլորով երկար վերնաշապիկով լինեն, այդ շոկ ամսին, շոկ օրը ամենայն դեպս այդպես են որոշել։ Իհարկե մենք խմբում ծնողներով մի փոքր փորձեցինք բոյկոտել, բայց մեզ մոտ ապարդյուն ստացվեց ու այնտեղ ասեցին, որ հարգելի ծնողներ մի անհանգստացեք, դահլիճում հով է լինելու, այնպես որ երեխաները չեն շոկի, այդպես մի քանի ծնողներով գնացինք երկարաթե վերնաշապիկ գնելու, պարզվեց, որ միայն ես չէի, որ միայն կարճաթև էի գնել, մի քանի ծնողներ եւս կային, այնպես որ մեկս մյուսին խանութների տեղ ասելով, որ կարող ենք այդ մի քանի ժամ ընթացքում, հետո քանի որ մի քանի ժամ ունենք, երեկոյան իմացանք, որ հասցրեցինք արագի մեջ նոր երկար վերնաշապիկ ընտրեցինք։ Մի խոսքով հիմա այստեղ արագ հիմա երեխաների հագուստները տեղավորեմ ու գնամ արդեն ինձանով զբաղվեմ, այս իմ նոր եղունգները փորձեմ, տեսնեմ ինձ մոտ ստացվի թե չէ կարողանամ ճիշտ ամրացնել, թե ոչ։ Սա էլ արդեն վերջնական տեսքը, չի ասի, որ շատ լավ ստացեց, քանի որ մի քանիսը իմ մատներին անհամապատասխան էին, դա էլ արդեն ժառանգական է, ոչ բան չեմ կարող անել, նամանավանդ բութը, եթե նկատեցիք, կողքերի այդ բաց տարածությունը շատ է երևում, բայց դե ինչ անենք, գենետիկան իրանն անում է, մի քանիսը անհամապատասխան էին իմ մատներին, այնպես որ ինձ թվում է կողքից այդքան էլ վախենալու չի նայվում։ Մեզ մոտ առավոտ շուտ է, բուկետը վկալեցինք, գնում ենք ուրա տղիս, արի, տղիս, Արամ դու բրտես, գնացինք, ես բտնեմ ճաներ, լավ բարի, այստեղ պետք է նկարվեն դասարանում, նոր հետո արդեն գնալու ենք գրիմ, գյուղ են տղը լինելու սեպտեմբերի 1-ը։ Спасибо большое. Марина, садись. Так, выходим в коридор, ребята, выходим в коридор. Так. София, с кем ты сидела? Да. Я с Аминой сидела. Գնացինք, հազիվ մեքենան մտեղ կանգնեցինք։ Самых красивых, самых перспективных и подающих большие надежды первоклассников 2025 года. На праздник первого звонка приглашается первый А-класс. По дороге знаний поведет классный руководитель Берегчиян Ольга Давыдовна. Торжественную
Он является новым стартом для учителей. Уважаемые педагоги, вы дарите ребятам свои знания, свой богатейший опыт. Спасибо за вашу доброту, заботу и участие. Спасибо вам за ваше щедрое, чуткое сердце. Поздравляем вас с началом учебного года и желаем вам крепкого здоровья, творческих успехов, выдержки и терпения. В добрый путь продвижения в один учебный год! Аркадий, Аркадий, Виталий, Арам, София, Арарат, Диана и Амина. Я не маленький уже, стал я первоклашкой. Подарили мне портфель, белую рубашку. Я по улице иду, не заручку с мамой. Я семью не подведу, буду умным сам. Фортепиано Араму. И расти. Извините, Арам. Что ты уже первоклассник. Назаритян Мелисия. Ты даришь звуки, ты даришь краски, я желаю детские. Արամին թողեցինք տանը, մլուսին էի տանեմ, 10-45 րոպե կպահի, չգիտեմ ինչ են ամելում, շնասավ, երևի նկարվել, վիդեո նկար կանեմ, կամ արդեն կբերեմ, տանեմ, թողնեմ ու գնամ։ Մենք համարը վերջացրեցինք Արամիկի երկու հանդեսը, մեկը գրիմում էր, մեկը ստեղ էր, երկրորդ դպրոցում էր, դասատուն առանձին միջոցառում էր կազմակերպել իր մյուս սաների հետ, 4 դասան, ովքեր որ ավարտում են, տեղափոխում են 5-րդ դասան այդ երեխաները անակնկալ են երեխեքի համար պատրաստ է։ Այդպես հիմա Արամին տարանք տուն, Արամիկը միանգամից փոխվեց, չասեցի լուսնի հետ նկարեմ, միանգամից տուն մտնելուց, միանգամից փոխվեց, ինչ-որ նկարներ արդեն վաղ երբ որ դպրոց տանում, այդ ընթացքում կնկարեմ, երկուսին միանգամից վաղ կնկարեմ, այդպես լուսնեին հագցրեցինք արագի մեջ, ժամերը լավ կարացինք ժամերի մեջ տեղավորենք լուսնեին հիմա տարանք, թողեցինք դպրոց։ Հիմա ես այստեղ ինչ եմ անում, դեռ 1 ժամ ունեմ, որ մատկից գնամ մանկապարտեզից բերեմ, հիմա որոշեցի արագ ինչ-որ մի հատ քաղցր բան պատրաստեմ, երկու տարբերակ եմ մտքով անցնում, կամ սևամորթի ժպիտ, կամ ամենահասարակ ու արագ պատրաստվող թռչնիկաթը, բայց դու հիշեցի, որ թռչնիկաթը այդ սպիտակ հատվածի մեջ է, այսինքն ավելացնում ենք ժելատին, որ պետք է դնենք սառնանում սարի, իսկ սևամորթի ժպիտը այն որ պատրաստելուց հետո անմիջապես կարելի է իրեն կտրել եւ ուտել, որ միանգամից կարելի է իրեն մատուցել, դրա համար որոշեցի դա անեմ։ Հիմա այստեղ ինչ եմ արել, ինձ մոտ 6 հավ գիթա կոտրել եմ, առանձնացրեցի, այս սպիտակուցը դնենք մի կողմ։ Հիմա շաքարավազի հետ արենք, ու ես շաքարավազը չեմ բերել, նայեք, ամեն ինչը բերել եմ, բացի շաքարավազից։ Սա շաքարավազը բերեմ, 1 բաժակ շաքարավազ եմ այստեղ ավելացնելու, այստեղ այս ամեն ինչը դրեցի կարելիք եմ վառարանում, որ տաքանա, քանի որ արագի մեջ որոշեցի, որ ես այսօր ուզում եմ ինչ-որ մի բան պատրաստեմ, տաքացրել եմ, կլցնենք 1 թեյ գթալ սոդա, 1 ճաշի գթալ քացախ, կակao եմ այստեղ բերեմ, ալյուրը ինչպես միշտ վերջում կասեմ, սա կտեմ դու քիչ կանես, ինձ մոտ շաքարավազը 250 գրամ։ Սմետան։ Դու լցնես, հեսա, արամիս է կավիսը միացնենք, ինքը քիչ ավելացնի, սպասի, այստեղ եմ ասում, որ կեզ չխանգար է, ասում եմ մամա, էդ մոյ տորտ, այսպասի միացնեմ, քիչ կավելացնես, հերիքը, սո հերիքը, Թող միքսը կանի։ Միքսը ինչ է քնավել, շատ ընկնում խանգարում է։ Չէ, օգնում ես։ Այսա ես կանեմ, ես վանքել լցնեմ, կմիացնեմ։
Ինչ անին արամի։ Ինչ շորով եկալ ոչ սպինք։ Ասում չէ, արամիկ ինձ լավ օգնում է։ Էսի դիրում դե։ Ցեցի մեկ ճաշի գտալ խնձորի քացախայինց մոտ։ Հա, արեմ։ Հիմա մնացածը արդեն 4 բաղադրիչները հիմա առանց կանենք, այսինքն առանց հարիչի։ Ինձ մոտ կարակը 150 գրամ էր, իսկ թթվասերը 200 գրամ։ Հիմա արդեն 4 բաղադրիչները լցնեմ ու ձեռքով արդեն հարեմ։ Լցրեցի 200 գրամ ալուր, 4 ճաշի գտալ կակաո, 1 թեյ գտալ սոդա և վերջ։ Հիմա եթե թավայի վրա վստահ չեք, յուղը թուղթ արեք։ Եկի լավ առատորին սունց ջեթ եմ անում, ձեթով լավ պատում եմ։ Վերջ ուղարկում ենք ջեռուցը 180-200 աստիճանի տակ։ Մեր սևամորթի ժպիտը արդեն պատրաստ է, հիմա որոշում եմ ապեն գոտի ես կամ սա կամ երկուսն իրար հետ կհալացնեմ, ամբողջը չեմ պատելու, ուղղակի ծորացնելու եմ, դեմը մեկն էլ է հերիք, բայց սա երեխեքին կան չեմ լսնեմ որն են ուզում, դա էլ կանենք, ու ինչ է ուզում համով ցույց տայի, գնացի համարկիս արդեն բերեցի, մի հատ եղունգա առավոտյաններ են գել, աղբի մեջ, էլ աղբի մեջ չմտա չանեցի, գնացի նորով եկալեցի, կպցեցի, քանի որ 10 հատից ավել է, մեկ հատ տուփի մեջ 10 հատից ավել էր, սա այդ պոկվե առավոտյան, գնացի նորից կպցրեցի, հիմա այս մատիս, այս ձեռքիս այս մատին է ընգավ, ափսեները լվալուցին եմ բերում նորից, կպցնեմ ինձ ես, ջան, ոչինչ, կցացրի, ոչինչ, դուս քուրիկին թտակա չկպնես, դուս քուրիկին թող դզի։ Ինձ է, որ մտածում եմ, որ մի քանի օր հազիվ դիմանա, որտև անդադ ջրի հետ աշխատում, ինքս որ մի քանի օր էլ սենց պահի լավ եմ։ Вот это. Клубничку мне дай. А мне один. Կտրեցի, երեխեքը ընդհանրապես չամփերեցին, որ տակ-տակ եմ կտրեմ։ Ես էլ իրանց ջրերն եմ, այստեղ արդեն հասցրեցի, ես սկսել փորձեմ, շատ համեղ ստացվել, բայց ներքևի շերտում փոքր բարակ ստացվել։ Դեռ ժողովուրդ տաքը, բեզեի տաքությունը զգում ենք։ Երեխեքը չամփերեցին, կտրեցին, ես էլ չկարողացամ տարբերանցնել։ Տանեմ դնեմ սառնանը, լունում մյուս կտորալ, արդեն սառած ուտենք։ Блин, помидор, банка. Ասում։ Լավ, ախ, ոտս բննվա։ Das может das? Չէ, հազիվ էդի տեղավորվել է ասա դու խնդրում եմ։ Չերևը դատակա։ Хотя бы на откуда бибар, մի քանի հատ նես բибար, կոպեկները հիմա թռիմը վարը։ Ես աս, ի՞նչ է։ Всё, մենք վերջացրեցինք։ Երեխեքին հիմա տարել եմ, հերթով լողացնում եմ, բաղնիքի մեջ են ջուրը նստել եմ ու երեքին ստացել եմ ջրի մեջ, հերթով հեսա լողացնեմ հանեմ։ Ավազի հետ ենքան խաղացինք ու ես իմ խոհանոցի ես գործիքներն էլ եկալ է տարել եմ, ավազը մաղում եմ իրանց համար, խաղալիք են սարքել։ Գնամ ձեները լսվում է։ Ասացի հերթով էլ չանեմ, մի անգամից երեքին էլ մտցնեմ ու ավարտեմ։